Ժողովուրդ, էս ինչ ա կատարվում, ուր եք բերելին։ Շուշան ջան, բայց 3 հարկանի 620 քառակուսի մետր մակերեսով 6 սենյականոց առանձնատունը քոնը չլներ, բայց ամեն ինչը իրական չլներ։ Դե հենց այս կլներ քո հյուրասենյակային հատվածը։ Բաց ստեղ էլ սիրուն կկահավորեի, որ ընկերներդ գային այստեղ կհավաքվեիք ու մի լավ կզբաղվեիք իրար հետ։ Բա գիտես չէ, ստեղ այս առանձնատանը 3 առանձին սանհանգույց կա, դեռ մի բան էլ առանձին լվացքա սենյակ։ Իսկ այստեղ կլներ քո խոհանոցը, իր ողջ անհրաժեշտ գույքով ու տեխնիկով։ Հələ հեռուստացույցել էիր ունենալու։ Հենց երկրորդ հարկում էլ գտնվելու ա քո առանձնական ննջասենյակներից 3-ը, որոնցից բոլորից կա եղք դեպի բաց պատշգամբ ու ամեն առավոտ որտեղից ուզեր քո առավոտյան սուրճը կվայելեիր։ Իսկ այս հատվածում հարուստ տներ են, ճոճվող աթոռների ծառներ դնեիր հենց այստեղ, աջալով փաթաթվեիր ու քո համար թեյ վայելեիր ամեն օր։ Իսկ գիտես ինչ կա այս երկրորդ հարկում։ Երկրորդ հարկումը նաև սանհանգույցներից մեկը, որտեղ գիտես ինչ կա։ Ջակուզի Բակֆոնը չլներ, տակ կվայելեիր ամեն օր։ Իսկ երրորդ հարկում բացի եւս մեկ ննջասենյակից ու սանհանգույցից այսպես ընդհանրացակ սրահ կունենայիր, որը քո ընկերներիդ համար կարող էր դառնալ օրինակ խաղասրահ։ Այս երրահարկ ընդհանրացակ սենյակներով առանձնատուն տեսար, բայց այս դեռ ամենը չէր։ Առանձնատունը երկու կողմից այգի ա ունենալու, լողավազանով, ամառային խոհանոցով ու պտղատու ծառերով։ Ինչ լավ է, չէ՞ գոնե այս երազելը կա։ Տանը ջերուցումը կիրականացվեր բաքսի տաքացման համակարգով, երկու տեղ էլ օդորակիչ կունենայիր, իսկ բացի դրանից ամբողջ տանը տարածքը կտեսահասկվեր ու անվտանգությունդ էլ ապահովված կլներ։ Իսկ այս սենց ճոխություն վայելելու համար դու պետք է ընդհանրապես դիմեիր հասցեին։ Բայց ես կապել քիչ երազեմ էլի։